Սիրելի հեռուստադիտողներ, ողջունում եմ ձեզ, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ, սա իմ հեղինական վերլուծական հաղորդումն է Status Quo, որի ընթացքում մենք վերլուծում ենք, փորձում ենք փորձագիտական վերլուծության ենթարկել տարբեր խնդիրներ, որոնք հուզում են մեր հասարակությանը, մեր հանրությանը, վերաբերում են հիմնական մարտաքին քաղաքականությանը, նաև անդրադառնում ենք ներքաղաքական զարգացումին, որտեղ նրանք մեկը մյուսի հետ փոխկապակցված են։ Այսօր մենք հյուրընկալել ենք Modus Vivendi վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ, ինչպես նաև ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին, պարոն Պապյան, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Պապյան, ես միանգամից ուզում եմ հարցը սկսել հետևյալից. ինչպես եք դուք տեսնում Հայաստանի վերածնունդը, ինչից այն պիտի սկսի։ Առաջին հերթին Հայաստանը պիտի վերածնվի գաղափարախոսական առումով, որտեղ այսօրվա կորուստների մի զգալի մասը խարսխված են սխալ գաղափարների վրա, այն է, որ ենթադրությունը սարքել են հիմք, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի քաղաքականությունը մեր նկատմամբ խարսխված է մեր քաղաքականությամբ իրենց նկատմամբ։ Այս սխալ մոտեցումը բերել են նրան, ես զանգում, որ եկեք զիջենք իրանց ինչ-որ տանկ եւ ամեն ինչ լավ կլինի։ Այսինքն պիտի դու այդ գաղափարը հասկանաս, որ դու պիտի քո խաղաղությունը, որը շատ կարևոր է, որ մեր խաղաղության դեմ չի խարսխվում է ռազմաքաղաքական հավասարակշռության վրա, այսինքն նպատակը պիտի ունենաս նախ հստակ, հետո արդեն մեթոդները, մեթոդաբանությունը մշակես, ինչպես ասնես, տնտեսական զարգացում, ռազմական զարգացում եւ այլն։ Այսինքն առաջնորդին ես կարծում եմ այդ գաղափարական արմատական փոփոխությունն է։ Իսկ հնարավոր է դրան մեջ ներառել նաև համերաշխության, միասնականության, քանի որ իհարկե դրանք առաջ հնչում են մի տեսակ կենացային բաժակաճառային բառեր, բայց այսօր կարծեք դրանք դարձել են անհրաժեշտություն, հրամայական, եթե մենք միասնական չենք, անիմաստ է խոսել որևէ բանի մասին։ Ինչպես դրան հասնել։ Դրան հասնելու համար էլ պիտի էլի գալիս են գիտակցության ոլորտ, մենք բոլորս պիտի եւ քաղաքական ուժերը եւ անհատները եւ ժողովուրդը ամենից կարեւորը պիտի հասկանա, որ մենք իսկապես գոյութենական վտանգի մեջ ենք, այսինքն եւ քիչ երկրներ կա, որ նման վտանգի մեջ են, հետեւաբար մենք առաջնահերթ խնդիր ունենք լուծելու։ Ես ասացի պիտի լինի գաղափարական փոփոխություն, այս իշխանությունը չի անի։ Հետևաբար պետք է չի անի, չի ուզում, թե չի կարող, թե չի տեսնում դա, թե իրեն ձեռնտու է սա։ Չի ուզում, չի կարող, թույլ չեն տալի իր պատվիրատուները եւ այլն։ Դուք կարծում եք, որ մեր պետությունը շարունակում է մնալ ինչ-որ մեկի ձեռքում հաճախորդի կարգավիճակով պետություն, հա։ Մեր պետության վրա եւ Անկարան, եւ Բաքուն, եւ Մոսկվան, գուցե մի 2-3 կենտրոններ շատ մեծ ազդեցություն են։ Այն որ Բաքվի ազդեցությունը շատ մեծ է, մենք տեսանք 17 պահանջ, 17-ից 17-ը ընդունվեց, հիմա ասում են նոր պայման, նոր նախապայման, Բայրամը 2 օր առաջ բարձրաձայնեց խոսեց սահմանադրության փոփոխության մասին, իրանց դուրը չի գալի այստեղ դրոշներ են վառում, ասեն պիտի ոչ թե դատապարտում են, ինչպես ասենք Հայաստանի ճակերտար վարչապետն այս, այլ պիտի հանցագործները պատժվեն։ Այդ ո՞նց եղավ դրոշ վառելը հանցագործություն է, որը ընդհանրապես խորհրդանիշ է, բայց օրինակ եկեղեցին, խաչքարերը, որոնք բացի խորհրդանիշ լինելուց նաև նյութական արժեք են, չէ՞ որ անվերականգնելի է։ Այդ դրոշները վերականգնելի բան են։ Նույն Չինաստանի արտադրած դրոշը առնում ես վերականգնվեց, հարց չի, բայց այդ եկեղեցիները, որոնք հողի են հավասարում, չի լինի։ Դրա համար այդ գիտակցությունը որ լինի, դրան կգա առաջնահերթ, այսինքն պիտի մենք կարողանանք գանք, մենք փորձեր արել ենք եւ անում ենք ինչ որ միասնության, բայց չի ստացվում ցավոք սրտի, որտեղ այստեղ եւ կա անձնական խնդիրներ, մարդիկ կան, որոնք բարձ ասեմ, չներկայացնելով իրենցից ոչ մի բան, շատ մեծ կարծիքներ ունեն իրենց մասին եւ այլն, բայց կա նաեւ որ հատուկ է դա արվում, այսինքն ներդրվում են քաղաքական ուժեր, պարակտման, տրոհման եւ այլն։ Գիտեք, օթանավը երբ որ վտանգավոր գոտում թռչում է եւ նրան հարվածող գիտեք հրթիռը տակության վրա է գալիս, որովհետեւ հրթիռին շեղեն, օթանավը շատ ավելի տաք կրակե գնդիկներ անետում եւ կեղծ թիրախը լինելով ավելի գրավիչ շեղում է կատարում, այդ նույնը հիմա է արվում։ Այսինքն դաշտ են նետում կեղծ գաղափարներ, կեղծ շեղող մտքեր։ Մենք նայում ենք, չէ, ասենք մեկ էլ վարչապետը էլ նոմա, իհարկե էլի վարչապետ ճակերտավոր, կառավարության նիստի մասին մի այնպիսի թեմայի մասին է սկսում խոսալ, որ մտածում ես, եղբայր, այս երկիրը ուրիշ բան ու գործ չունի,
Այսինքն այդ բայց դա ինչի արվում, որտեղ յուրաքանչյուր նման խոսակցություն, հատկապես եթե դա այսպես ցավալի թեմա, օրինակ ցեղասպանության հարցը, շեղելու է ժողովրդին, իսկ միշտ հարցի շուրջ, որի շուրջ կարծիքների բախում է լինում, դա ոչ թե բերում է միասնության, այլ ավելի տրոհման։ Իսկ այդ աշխատանքն էլ է կատարվում տրոհված։ Խոսեցիք, հիշեցրեցիք ցեղասպանության խնդիրը, տարածորեն 1-2 օր առաջ էր անդրադարձ եղավ, դե տարիներ շարունակ լինում է այդ անդրադարձը, թե Միացյալ Նահանգների նախագահ կասի, չի ասի, Բայդենի վարչակազմը ընդունեց հայոց ցեղասպանության ճանաչեցին իրենք օրենքի մակարդակով, բայց մենք տեսնում ենք, որ նորից վերադարձ է եղել մեծ եղերն արտահայտությանը, որը իհարկե շատերը ասում են, որ դա նույն բանն է, բայց իհարկե մենք էլ հասկանանք, որ այդքան է նույնը չի, ինչ ցեղասպանություն բառը, որտեղ ցեղասպանությունը ամեն դեպքում իր մեջ իրավական կոմպոնենտ է պարունակում, մինչդեռ մեծ եղերն ավելի շատ զգայական, զգացական բանի մասն է խոսքը։ Ինչ է կարծում, արդյոք սա պայմանավորված է հայկական, որտեղ Հայաստանում է սկսեցին, չէ՞, քննարկել է, թե Տրամպի վարչակազմը պարզապես ուղղակի անտեսում է եւ առանձնապես ուշադրություն չի դարձնում, շատերը ֆիքսվեցին նաեւ այդ ռազմավարական գործընկերության կետի հիշատակման վրա։ Կուզեմ մի քիչ մեկնաբանեք այս։ Մինչև դա մեկնաբանելը հիշեցնեմ, որ ամեն դեպքում Միացյալ Նահանգների նախագահի մակարդակով անդրադարձան եւ որոշակի, այսպես ասած, եւ ցավակցություն եւ դատապարտում կար, իհարկե բացակայում էր հայոց ցեղասպանություն բառակապակցությունը, որը պետք է լիներ։ Օրինակի համար մենք Ռուսաստանից դա էլ չստացանք։ Ուրեմն Թրամփի չարտասանելը շատ ավելի է քննարկվում, քան Պուտինի ընդհանրապես դրան չանդրադառնալը։ Առավել եւս Զախարովան դա կոչեց 1915-ի իրադարձություններ, դա հստակ թուրքական ձևակերպումն է։ Հիմա ձեր առաջին մասը հարցի պատասխանը։ Ես խոսել եմ մարդկանց հետ, ովքեր որ Թրամփի ամենանեղ շրջանակն է։ Իրենց այն հարցին, հենց այդ նեղ շրջանակին, իրենց հարցին, իսկ ինչի Թրամփը չարտասանեց, պատասխանը եղել է հարցրեք ձեր վարչապետին։ Այսինքն ամեն դեպքում այդ կոռելացիան կա։ Իհարկե, այդ փոփոխություն ուրեմն իրենք հետ չեն առաջ ընկնելու։ Բնականաբար, իրենք պիտի առավել եւս, ես կարող եմ ենթադրել, իսկ ապագայում կարող է դա հաստատվի, որ անգամ խնդրանք ա եղել։ Գիտեք, սա նոր բան չի, լինում էին նման բաներ, որ ասում են ժամանակ է կարում, մենք բանակցությունների մեջ ենք եւ դա կարող է խանգարի հարաբերությունների բարելավմանը։ Մի ժամանակ հիմնականում թուրքերն էին դա շահարկում, թուրքական կողմներ ասում, այ մի ընդունեք, որովհետեւ մենք հիմա գործընթացի մեջ ենք, որ դա չխաթարվի։ Հիմա նաեւ հայկական կողմն է սկսել դրա մասին խոսել։ Ես Թուրքիայում էի մի քանի շաբաթ առաջ, այնտեղ հանդիպումների ժամանակ բարձրաստիճան դիվանագետներից մեկը ասաց, որ Փաշինյանի քաղաքականությունը ամբողջովին ճիշտ գնահատված չի ձեր կողմից, մեր կողմից։ Քանի որ նա ամեն ինչ անում է խաղաղության համար, նա ճիշտ է արդեն հասկանում ամեն ինչը։ Իհարկե այնպես չէ, որ իրենք Փաշինյանին կոչում են թուրքամետ կամ թուրքական, բայց համարում են, որ Փաշինյանը ավելի խորն է նայում եւ ի տարբերություն մնացած ղեկավարների ավելի հերահար է տեսում։ Դուք արդյոք կիսում եք այդ մոտեցումը։ Ոչ, չեմ կիսում, որտեղ խաղաղությունը առնվազն երկկողմ գործընթաց է։ Ինչ եմ ասում առնվազն, որտեղ շատ այլ կողմեր էլ կան խառնված։ Եթե մենք Թուրքիայից կամ Ադրբեջանից զուգահեռաբար նկատեինք այդ միտումը, այսպես խաղաղություն գնալու, կարելի էր ասել, դե գիտե գործընթաց է սկսել եւ ինչ որ արդյունքներ էլ կա։ Մենք դա չենք նկատում, ընդհակառակը, մենք փաստերի վրա եզրակացություն անենք։ Գիտեք, կարելի է ամեն տեսակ Նիկոլ Փաշինյանն էլ է հայտարարում, քաղաքացիական պայմանագիրներ Թուրքիա կարելի է հայտարարել, բայց փաստերը դրա մասին չեն խոսում։ Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի շատ ավելի մեծ է, քան ասենք նախորդ տարի, եւ տարեստարի մեծացնում է։ Արդյոք դա խաղաղության ձգտող երկիր է։ Մեր հանդեպ մեղադրանքները, այսինքն թշնամական արարքներն ու հայտարարությունները շատանում է։ Այսինքն մեր կողմից մենք մեզ ասում ենք զսպեք, մի ասեք, մի խոսացեք, տեսեք, իսկ իրենց կողմից ամեն տեսակ։ Էլ չեմ խոսում ռազմագերիների եւ պատանդների հարցը։ Իհարկե, ես մի դիտարկում պիտի անեմ, ես կտեսնեմ դուք համաձայնեք թե չէ։ Ադրբեջանի համար եւ Հայաստանը մեղավոր կողմն է։ Լավ։ Եվ հայկական կողմը, այսինքն պաշտոնական Երևանը, կարծեք ընդունել է այդ նարատիվը, որ ինքը մեղավոր է, հետեւաբար ինքը պիտի ապաշխարի, այսպես ասած, ինչ որ բաներ պիտի անի, որ
Դրա համար Ադրբեջանը շարունակ ես ինքս չեմ կիսում այդ կարծիքը, բայց ուզում եմ բարձրաձայնել, որովհետև այդ անկալումը կա, որ մենք դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի իրենց մոտ վստահություն առաջացնենք։ Ինչ է կարծում, արդյոք այդ ճանապարհով են վստահություն առաջացնում։ Մինչև եկա մենք իրանց հետ խնդիր չունենք, արդյոք վստահության մենք իրանց վստահում ենք։ Իհարկե ունենք։ Մինչև 2020-ը այլ այդ միտքը կար, որ հիմնական պատճառը հայ-ադրբեջանական այս խնդիրների Արցախն է։ Այ որ չլինի Արցախի հարցը լուծվի, եւ մարդիկ բացահայտ ասում են ինքը ինչ պատճառ պիտի լինի, որpիսի մեր հարաբերությունները չբարելավվեն, եթե չլինի Արցախի հարցը։ Դե լավ, չկա, ժամանակավորապես չկա Արցախի հարցը, դուք ընդունել եք ընդհանրապես որ չկա։ Արդյոք կարող ենք ասել, որ այսօր Հայաստանը իրեն ավելի ապահով է զգում, իհարկե ոչ։ Իհարկե ոչ, ավելին ասեմ, այսօր ոչ միայն Հայաստանը, հայերը արտերկրում արդեն հարվածի տակ են։ Այսինքն մենք այնտեղ տեսնում ենք, որ ինչ աշճանի լկտիացել են, հարձակումներ հայկական կառույցների, անհատների եւ այլոց վրա։ Հետևաբար փաստերը իրենց ասածը չեն հիմնավորում։ Մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես հատկապես ադրբեջանա-թուրքական մշակույթի մեջ հարգվում է ուժը։ Նա պիտի հասկանա, որ չի կարող անverջ այս պահանջները շարունակի։ Գիտեք, 17 պահանջին գումարվեց Արևմտյան Ադրբեջան համայնքի պաշտոնական հայտարարությունը 9 այլ պահանջներով։ Հիմա կարելի է ասել, որ դա դեռևս պետության պահանջը չի, այո, դեռևս, բայց փորձից է տալիս, որ արդեն նախ այդ 9 պահանջներից մի երկուսը սկսեց Ալիև Բայրամովը, դա պետության կողմից առաջ տարվող ծրագիր է, այսինքն դրանով իրենք հնչեցնում են, վարժեցնում են, հետո առաջ են բերում։ Այն պայմանները, որը բերում է Ադրբեջանը, նա առաջի կետը Հայաստանից վտարված ադրբեջանցիներ եւ վտարված ապահով եւ արժանապատիվ վերադարձ։ Ապահով նշանակում է, որ ինքը պիտի իրավունք ունենա զորքով ապահովելու նրանց անվտանգությունը։ Արժանապատիվ նշանակում է, որ դու իրենց պիտի հատուցես, եւ իրենք արդեն 88-ին հատուցվել են շատերը։ 189,000 ադրբեջանցի ապրել Հայաստանում։ Հիմա իրենք 300-330 հազարի մասին են խոսում։ Դե լավ, հայկական կողմը, ընդհանրապես դիվանագիտությունը փոխադարձության սկզբունքով է։ Հայկական կողմը կգնան թե չեն գնա ուրիշ հարց է։ Ուրեմն պիտի փոխադարձաբար բարձրացնի այն կես միլիոն հայերի ճակատագիրի հարցը եւ վերադարձի հարցը, որ Ադրբեջանից են։ Դու բարձրացրու այս հարցը, միգուցե կգա պահը, որ դու կհրաժարվես հայերի Բաքու վերադարձից, փոխարեն իրենք էլ պիտի հրաժարվեն իրենց այդ պահանջներից։ Դու որևէ բան չես առաջադրում, ի վերջո այդ դիվանագիտությունը դա սակարկություն է։ Սակարկություն։ Այո, առևտուր է։ Առևտը դու մի բան տալիս ես, մի բան ստանում ես։ Երբ որ դու արդեն ի սկզբանե տվել ես եւ տալիս ես ուզածները, ինքն էլ այդպես է մտածում, իսկ ինչի պիտի ինքը նոր զիջում անի։ Զիջումը ինչ որ մի բանի դիմաց։ Այսինքն մեզանից իրենք վախ ընդհանրապես կաշկանդվածություն չունեն։ Ոսկե անգամ վախը չի, հակադարձություն չեն ստանում։ Այսինքն այդ մտքերը, որոնք հնչեցնում են, հակադարձություն չեն ստանում։ Տեսեք, ես այսօր առավոտյան նայում էի իրենց արտգործնախարարության խոսնակի հայտարարությունը Կանադայի արտգործնախարարի հայտարարած եւ այլոց վրա։ Իրենք անմիջապես արձագանքում են։ Կարա ինչ է մտածեն, դե լավ Կանադա, այնտեղ օվկիանոսից ենքով մի հատ իր համար երկիր է, հիմա ոնց որ հայերն են ասում, ձևական հայտարարություն արեցին, չէ, մարդիկ անպատասխան չեն թողում։ Ուր մնաց իրենք անպատասխան թողեն այստեղ նույն դրոշների հարցը։ Տեսեք, դրոշների հարցը ուրեմն իրենք իրավունք են վերապահում արդեն վերահսկելու մեր գործողությունները։ Ես ինքս այդպես դրոշ վառելու ինչ-որ խանդավառ ճակատագովը չեմ, բայց դա այդ մարդկանց իրավունքն է։ Դա քաղաքական գործողություն է, իրենց դիրքորոշումն արտահայտելու, հատկապես կրկնում եմ այն հենքի վրա, այն պատկերի վրա, երբ որ իրենք ավիրում են ամեն ինչ, ջնջում են ամեն հայկականը, այնօրելի մի լուր աչքովս ընկավ, իրենք սկսում են լուրերը տարածել, որ Երուսաղեմում գտնվող 3 հայկական տաճարներ եղել են ալբանական եւ հայերը խլել են ալբանացիներից։ Այսինքն իրենց ոտնձգությունն արդեն Հայաստանի սահմաններից դուրս է գալիս եւ վաղը այդ հարցն են դնելու Իսրայելի առաջ, որ հեսա, այսինքն հարցը չի որ կվերցնեն չեն վերցնի, հարցն է արդեն մարդկանց մտքի մեջ օտարների այդ
կասկածի սևն ենք։ Այդ ворթը գցում են, հետո դա ուր կգնա, արդեն կերևա ժամանակը։ Այդ առումով։ Բայց իրենք իրականում, եթե մենք անկեղծ լինենք, ինք շատ ճիշտ են աշխատում։ Իհարկե, չէ, այստեղ Ուղղակի մեր ի վնաս մեզ են, դրա համար մենք ցավով ենք ասում դա, բնականաբար իրենք ճիշտ են աշխատում։ Իրենք իրենց տեսակետից ճիշտ են աշխատում եւ իրենք հասկացել են մի բան, ինչպես Գեբելսն էր ասում, այն սուտը, որը բազմաթիվ անգամ որ կրկնվում է, դառնում է իրականություն։ Հիմա շարքային մարդու տեսանկյունից նայենք, որը վերնագրերն է կարդում առավոտը, չգիտեմ, հեռախոսն է միացնում կամ մտնում, ոնց է մարդը ապրում, ինչ որ Ռուսաստանում, Ամերիկայում, Եվրոպայում, որի համար Հայաստանը կամ ինչ որ մի հեռու երկիր է լսել, կարդում ասում է, որ հայերը օրինակի համար գրավել են, չգիտեմ, խլել են, սա են խլեն, այն խլել, ցեղասպան ժողովուրդը, իր մոտ արդեն տրամադրված, իրենք հասարակական տրամադրություն են ստեղծում, հետո այդ հասարակական տրամադրությունը ազդում է քաղաքական տրամադրությունների վրա, նայել քաղաքական գործողությունների վրա։ Մենք ասում ենք, ինչու 20-20 աշխարհը անտարբեր մնաց։ Աշխարհը համոզված էր, որ Ադրբեջանը ազատագրում է իր տարածքները, որը հայերը օկուպացրել են։ 30 տարի ենք բոլորի մենք ծիծաղում ենք, շատերը ասում են, դե գնում են բանջարեղեններին նվիրված ինչ որ մի հատ կոնֆերանս է զուտ գիտական, խոսում են 20%-ի օկուպացիայի մասին։ Ծիծաղում են մեզ մոտ։ Հա, այդ ամբողջը, բայց իրենք ամեն տեղ դա կաթացնելով հասան նրան, որ կասկած չկա, որ դա Ադրբեջան էր, այնինչ մենք հակադարձելու շատ հնարավորություններ ունենք, հիմա էլ ունենք։ Եթե գաք իշխանության, պարոն Պապյան, Արցախի հարցը բարձրացնելու եք եւ եթե այո, գիտեք որ հիմա ցանկացած հարց որ վերաբերում է Արցախին, պիտակավորում է որպես ռևանշիզմ։ Այո։ Բայց ես միշտ էլ ասեմ, եթե այդպես եք ուզում կոչեք ռևանշիզմ։ Բայց իհարկե մենք հասկանում ենք, որ շատ հարցերում փակուղիներ են, շատ հարցերում ծուղակներ են դրված։ Ինչ եք անելու այդ հարցը։ Որպեսզի մենք ունենանք աջակցություն համաշխարհային լինի դա դիվանագիտական, տեղեկատվական, իսկ հետո էլ այլ բանով, մենք պիտի ցույց տանք, որ մենք ճիշտ ենք։ Ճիշտը որն է, մենք առնվազն օկուպանտ չենք։ Դա մեր, այսինքն պիտի դրվի հետևյալ հարցը, որ դուք արդյոք ընդունում եք ստալինյան որոշումները որպես հիմք այսօրվա աշխարհաքաղաքական դասավորության համար։ Եթե այո, Բալտիկան վերադարձրեք Ռուսաստանին եւ այլն։ Մեր առաջարկը պիտի լինի հետեւյալը, որ նախ պիտի հստակեցվի այն կարգավիճակը միջազգային իրավունքի տեսակետից, որ Լեռնային Ղարաբաղը ունի, այսինքն դեռ իրավական փաթեթը։ Այս հարցը պիտի քննարկվի, որը շատ արագ, կես տարվա ընթացքում կարելի է հստակեցնել։ Դատարանում հանգիստ կարելի է ապացուցել, որ դրա տիտղոսը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Դրա ասելով նկատեմ Արցախ լղիմի եւ շրջակայքի։ Հիմա պիտի գանք արդեն լուծելու մյուս տարբերակներով։ Ուրեմն դուք ասում եք դա իրողություն է, լավ, իրողություն է։ Եկեք ուրեմն բան անենք։ Հա, իդեպ նաև, այսինքն ոչ միայն լղիմի կամ Լեռնային Ղարաբաղի հարցը, նաև Նախիջևանի հարցը պիտի դրվի, որտեվ եթե այսպես է, որ պիտի ասեն օրինակ Նախիջևանում, որը Երևանի նահանգի մաս է եղել, Հայաստանի մաս է եղել, ապրում են ադրբեջանցիներ, հետևաբար ոնց կլինի, ինչու հայկական ինքնավարությունը կարող է լինի Ադրբեջանի կազմում ժամանակին եղելը, իսկ ադրբեջանական ինքնավարությունը չի կարող լինի հայկական, թողնի Ադրբեջանի ինքնավար հանրապետություն Հայաստանի կազմում։ Այսինքն պիտի տիտղոսի հարցը եւ գնա իրական դիվան։ Այսինքն դու պիտի ունենաս հաղթաթղթեր, որոնցով պիտի բանակցես։ Շատերը ընկալում են, որ հենց եղա միանգամից պատերազմ դին, չէ, պատերազմը այդպես չի լինում։ Պատերազմը կլինի անկախ նրանից մենք կհրաժարվենք ամեն ինչից, թե ոչ, եթե Ադրբեջանը զգաց, որ ինքը կարող է հարձակվի Հայաստանի վրա, ինչ որ մի բան գրավի, եւ ինքը չի պատժվի դրա համար, ինքը դա անելու է։ Հետևաբար, որպեսզի իրանց զսպես, նախ դու պիտի իրավական առումով ցույց տաս, որ ոչ միայն սա է իմը, այլ նաև մյուսը իմը, երկրորդը պիտի հենց դրա պաշտպանելու համար մտնես ուղղակի բանակցությունների հետ տարբեր երկրների հետ ուժեղացնելու քո ռազմական կարողությունները։ Պարոն Պապյան, ինչպես եք, որքան եք գնահատում իշխանության հնարավորությունները վերընտրվելու 26 թվականին։ Մենք ունենք դառը փորձ։ Դառը փորձը ասում է հետևյալը. 1991-ից առ այսօր երբևէ ընտրությամբ իշխանություն չի փոխվել։
Ինչպես օրինակ Վրաստանում եղավ։ Ինչպես եղավ Վրաստանում եղավ։ Մենք Ադրբեջանի կարգի երկիր ենք, այնտեղ այսքան իրար փոխանցում է եղել, մեզ մոտ էլ այդպես եղել, այն որ ասում են Նիկոլ Փաշինյանը ժողովրդի կողմից ընտրված իշխան սուտ են ասում։ Նիկոլ Փաշինյանը մայիսին եկել է 18 թվական իշխանության, ընտրությամբ չէ, փողոցով դեկտեմբերին դա ձևակերպել է արդեն ընտրություններով լինելով 6 ամիս իշխանության մեջ։ Դա եղել է իշխանություն։ Իսկ իշխանության լծակները շատ են։ Այսօր Նիկոլ Փաշինյանը արդեն ընտրապայքարի մեջ է, պետական ռեսուրսներին օգտագործում ասեփական քարոզչության համար։ Գյումրու ընտրությունները ցույց տվեցին, որ իրենք ոչինչ չեն խորշում, եւ կեղծիք են անում, եւ կաշառում են, եւ սպառնում են մարդկանց, այդ ամբողջը անում են։ Եվ ոնց որ ասած դուրսն էլ առանձնապես դրսի երկրներն էլ առանձնապես չեն դրան անդիմանում, որովհետև ըստ էության ինքը անում է մի բան, որը կարծեք թե բոլորի շահերից է բախում։ Այսինքն կարևորը կայունությունն է տարածաշրջանում։ Ում հաշվին կլինի այդ կայունությունը, մեծ առումով այդ բոլոր երկրները անտարբեր են։ Այսինքն այսպես ասեն, եթե մինչ այդ արմատական փոփոխություններ չեղան Հայաստանում, լինի ներքին միավորման առումով, լինի արտաքին աջակցությամբ, շանսեր ունեն, որ կեղծիքով, սպառնալիքով, վարչական ռեսուրսով, հսկայական փողը դնելով կարող են լինել, այսպես ասենք, ամենամեծ փոքրամասնությունը, այսպես ամենաշատ ձայնը հավաքել։ Ինչպես կարողացավ Փաշինյանը արևմտյան երկրներում ստեղծել հակառուսի կերպար, վաճառել այդ կերպարը եւ իսկապես շատ ու շատ մարդիկ, իհարկե կարող եք ասել, որ նրանք ովքեր որ լուրջ են նրանք այդպես չեն ընկալում, բայց ամեն դեպքում այդ միտումը կա, դեսպանությունները, բազմաթիվ այլ փորձագետներ, լրագրողներ եւ այլն, որ գիտեք նա Ռուսաստանից հեռանում է, հապկից ահավասիկ դուրս է եկել կամ դուրս է գալիս, սահմանապահներին է հանել, տեսեք, հեսա Միացյալ Նահանգների հետ կլինի միջուկային ատոմային կամ էներգիայի հետ կապված զարգացումներ, մենք ռազմավարական գործընկերություն ենք ընկնում, բայց մենք հասկանում ենք, որ բանային չի, դա այդքան էլ այդպես չի, բայց ինչպես է կարողացել ինքը վաճառել այդ կերպարը։ Դա մենք ենք հասկանում, որտեղ մենք գիտենք մանրամասները։ Այդ քաղաքական գործիչները, ես ասում եմ, իր անձնական շփումներից ոնց է, իրենք կարդում են վերնագրերը։ Նիկոլ Փաշինյանը վարպետորեն անընդհատ 11 անգամ խոսած հապկից դուրս գալու մասին։ Այդ ամեն վերնագիրը գրում է։ Ես հանդիպել եմ, ասենք, падգամավորի հետ X երկրի, այսպես լուրջ բան եւ այլն, ասում եմ, այդ ձեր ասած բան, պրոարևմտյան ինքը հայտարարեց, որ դուրս է գալի։ Ասում եմ, բայց դու գիտեք, չէ, որ սա արդեն 8-րդ կամ 9-րդ է, հա։ Խաբար չի, ու ասում ես, որ հայտարարեց, իրանք չեն կարող պատկերացնել, որ մարդ կարա նման լկտի սուտ ասի, սա մեկ։ Մյուսը նա ասում է, դուք տեղյակ եք, որ այդ հայտարարելուց հետո, ինքը հայտարարել է, ասենք հետո ենթադրենք Ալեն Սիմոնյանը գնացել է, չգիտեմ, ասենք Պետերբուրգի ինչ-որ բանի համաստ, Մատվիենկոյի հետ հանդիպել, ռուսական հիմնի ներքո։ Դրանց մասին չգիտեն, հիմա։ Այստեղ վատ դեր են խաղում դեսպանատները Հայաստանում, որովհետև դեսպանատները 18 թվականին բուրըն ոգևորված զեկուցագրեր են գրել, որ այստեղ դեմոկրատիա, ժողովրդավարություն եւ այլն, ինչպես ժողովրդի շատ մասն է դրան հավատացել, ինչպես շատերս հույս ունենք, որ իսկապես բան է փոխվում։ Հիմա ոնց ասած իներցիայով գնում է, ինչպես մի ամերիկացի բարձրաստիճան բան ասեց այնպիսի զեկուցագրեր էին գալիս, ոնց որ Նելսոն Մանդելայի եւ այդ Թերեզայի մայր Թերեզայի խառնուրդը լինի։ Նիկոլ այդ բառացի եմ ասում, էլի, ասում այդ ձև, էլի, Մանդելայի եւ Թերեզայի խառնուրդը Նիկոլը այնպես էր ներկայացվում։ Դե հա, իրան այդպես գանդիական, չգիտեմ, ինչեւ այլն։ Որովհետեւ ինչքան էլ քաղաքականությունը մենք ասում ենք արևմուտքում էլ ամենտեղ էլ, դա քաղաքականից որոշակի բան ունի, էլի, շոուի մասակա, բայց որևէ մեկը չի կարող պատկերացնել Նիկոլի սուտասանության մակարդակը։ Ես չեմ ասում, որ նախկին իշխանությունները ամեն ինչ արել են, բայց նման լկտի բացահայտ սուտ, այսինքն վերցնենք ցեղասպանության հարցը, չէ՞։ 25 թիվա նայում ենք ինչ է խոսում, նայում ես, այսինքն ինչ է ասել 18-ին կամ 20-ին, լրիվ հակառակ դա, այս մարդը ամոթի զգացում չունի։ Իսկ եթե մարդը ամոթի զգացում, չէ, բանը գիտությունն ասում է, որ շիզոֆրենիայի առաջի դրսևորումը դա ամոթի զգացության բացակայությունն է։
Այսինքն, որտեվ դա ամոթը բարձր կարգի բանի է, էլի էակներին, այսինքն բանում, որտեվ դա կենսապահովման հարց չի, դու արդեն ներքին գնահատականի բան է, չէ՞ որ մենք հաճախ բաներ չենք անում, ոչ թե որ պետք է պատժվեն, ոնց կանենք ամոթ ոնց կարելի է բանել։ Սա է հարցը, այսինքն ինքը կարողացել է, հիմա ավելին ասեմ ձեզ, Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ որ մենք Վաշինգտոնում բավականին հանդիպումներ ունեցանք եւ ներկայացրեցինք եւ իր կերպարը, $600,000 փողավճարել, վարձել է Մերկուրի բանը, լոբիստական ընկերությունը, որը հիմա այս ընտրություններից առաջ պիտի իր լոբիզմով զբաղվի։ Ցույց տա, որ ինքը Մայր Թերեզայի եւ Նելսոն Մանդելայի խառնուրդ է։ Խառնուրդ է։ Եվ տեսեք, եւ դա մեր փողն է։ Այն ժամանակ, երբ որ Արցախի հարցի համար պետք էր պատերազմի օրերին, գիտեք, պատերազմի օրերին եւս վարձել են մի ամիս, հոկտեմբեր ամիսը 20 թվականի հոկտեմբերին մի ամիս վարձել են, վճարել են, հետո արդեն անգամ նոյեմբերին էլ չեն վճարել։ Իսկ հիմա արդեն մի տարով կոնտրակտ է եւ փողն էլ վճարած է $600,000։ Խոսքը Ռասմուսյանի մասին է։ Չէ, ես Վաշինգտոնում նկատի ունեմ, Ռասմուսը Եվրոպայում է գործանում։ Այնտեղ յանել են վճարում աղա։ Իհարկե վճարում է, ես նկատնում Վաշինգտոն, որտեղ Վաշինգտոնում փոփոխություն ան ինքը զգում այդ նկատվում է, որտեղ Թրամփի իր նկատմամբ բավականին բան ունի, էլի։ Այն բոլոր նախաճաշի գնալը, փորձերը խաղալ տալ չստացվեց։ Վենսի հետ։ Հա, Վենսի հետ դա չստացվեց։ Բայց հիմա մեր փողից $600,000 կտա եւ դա մեծ փող է։ Դա մեծ փողային առումով ես պարզ ասեմ ցես, Բևերդն է լոբիստական խումբ ունի, մենք 10 անգամ քիչ ենք վճարում։ Տարեկան 60,000 ենք վճարում այդ լոբիզմի համար։ Ինքը $600,000 է վճարում, դե ինքը իր գրպանից չի վճարում։ Իսկ մենք մեր ժողովուրդն է տալիս, մեր համախոհները, մեր աջակիցները եւ այլն, այդ անում են, այստեղ ճիշտ անում որ վարձում է, բան չունեմ, ես միշտ ասում եմ, ոչ Հայաստանի շահերի համար։ Հենց սա է վատ, այսինքն ինչ պիտի լոբինգը ինչ պիտի արվի, եթե այնտեղ պիտի իրանք անեն արցախցիների վերադարձի իրավունքի հարցը կամ ասենք հուշարձաններ են ավիրում, բան, միանգամայն կողմ եմ։ Բայց մենք վստահ ենք, որ անձնական կերպարը բարելավելու եւ այն որ հիմա է վարձել, դա էլ ցուցանիշ է, որ սա նախընտրական մի տարով ըստ էության հիմա բան հենց ուղիղ գնում հասնում է ոնց ասած մյուս տարի ընտրությունների շեմը։ Պարոն Պապյան, շնորհակալություն։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հետևեցին մեր քննարկմանը, հյուրընկալեցինք Մոդուս Իվենթի վերլուծական կենտրոնի ղեկավար դիվանագետ, ինչպես նաև ԱԺԲ խորհրդի անդամ Արա Պապյանին։ Ձեզ հետ էր քաղաքագետ Գեորգ Մելիքյանը, հաջողություն։